Մենք պատրաստվում ենք հողին հանձնել փազլով հավաքված մարմին, որը նախկինում աշխարհի ամենակենսուրախ աղջնակն էր։ Օրեր առաջ ավտովթարից մահացած հղի կնոջ քույրը Վիկտորիան գրել է. «Դեպքի հետ կապված եկել եմ մեկ ընդմիշտ փակելու բոլորի վարկածները, բերաններն ու առաջ քաշվող փաստերը։ Մարիանայի սպիղծ հայկը պահել է փակի տակ ու օրերով չի գնացել տուն, ենթարկել է ծեծի ու բռնության, որի մասին քույրս լռել է։ Տվյալ օրվա դեպքի հետ կապված քույրս խնդրել է, որ կանգնեցնի մեքենան։ Կանգնել է, իջել է աղջիկը, իսկ հետևից այդ խելապակասը վազել ու մազերից քարշ տալով տարել մեքենան։ Ենթարկել է դաժան ծեծի, որից հետո հրել է մեքենայից։ Քիմկծնոտային կոտրված, վիզ ողնաշարի վնասված, դեմքի կապտուկներ, մազերն ամբողջությամբ պոկված էին։ Մենք պատրաստվում ենք հողին հանձնել փազլով հավաքած մարմին, որը նախկինում աշխարհի ամենակենսուրախ աղջնակն էր։ Քույրս ինքնասպան չի եղել, քրոջս միտումնավոր սպանել են։ Երեխուս դեմքը աղաղաղված ու անճանաչելի էր։ Ուզում եմ սգաս, տականք, ուզում եմ ողբաս ու տանջվես, մեր ցավը քո սատկելը կբթացնի, բայց էլի մեր լույս երեխուն հետ չենք բերի։ Հարյուրավոր աղջիկներ են գրում ինձ, որոնցից մի մասը շանտաժի, մյուս մասից խաբեության շնորհիվ գումարներ ես կորզել ու չես վերադարձրել։ Չի ունեցել ոչ տուն, ոչ ընտանիք, սեփական մայրն ու հայրը երես են թեքել, ոչ գումար, ոչ մեքենա։ Մեքենաները վերցրել է վարձակալությամբ, գիշերել դրանց մեջ ու աղջիկներին խաբել ու որսացել, իբրև օլիգարխի տղա է։ Բայց մի ամբողջ ազգ ճչում է, թե դու ինչի տղա ես։ Թող ամենաերանելի երազանքդ լինի քո իսկ սատկելը, տականք։ Տեղեկացնում եմ, որ ինքն ընդունել է մեղքը։